Վեհապար Տեր, եթե փորձենք տարիներով հաշվարկել, ապա 2001 թվականից այնքան շատ ժամանակ չի մնացել։ Ձեր կարծիքով մեր համայն հայության համար ինչ խորհուրդ ունի քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Ինձ համար ամենանշանակալից դեպքերից մեկը պիտի լինի 20-րդ դարի վերջավորության և երրորդ հազարամյակի արշալույսի։ Այս 2000-ամյակների կամրջի վրա մենք պետք է այնպիսի մի անցք կատարենք, որ լինի դեպի ընտարմության վիճակից գենսայնության վիճակ, դեպի գայական ստատիկ վիճակից գործունեական, աշխուժ, դինամիկ գործունեության շրջան։ Եվ այդ կամրջումը 1700-ամյակն է երկու հիմնական պատճառներով։ Նախ նրա համար, որ երբ մարդ անդադարնում է, որ 1700 տարի հենց էստեղ էջմիածնում, մենք վկայել ենք քրիստոնեական հավատքի մասին, ոչ թե որպես պատմական անցյալից եկած ժառանգություն, այլ կենդանի վկայություն, ապրող կյանք, ստեղծագործող աշխատանք, որոնցով տրոշմվել է մեր երկիրը, իբրև աշխարհ, նյութեղեն աշխարհ, ախ դիտեք մեր եկեղեցիները, լեռնալանջերին, կղզիների վրա, հովիտների մեջ, դաշտերի, քաղաքների մոտ, գյուղերի եզերքի, ամեն տեղ քարեղեն մի համանվակ է քրիստոնեական հավատքի ստեղծագործականության մասին։ Դիտեցեք մեր գրքերը, սերակիրները, ավետարանից են խոսում, Աստծուց են խոսում։ Դիտեցեք մեր խաչքարերը, ամեն տեղ վկայությունն է քրիստոնեական ապրող, շնչող հավատքի։ Հիմա որ 70 տարիների մեր վրա բռնատատված վիճակից դուրս ենք եկել, հիմա 1700-ամյակի սեմին առաջ ենք գտնվում, հիմա պետք է մեր բոլոր ուժերը լարենք և ուղենք, սևերագիտենք, պիտի ասեի, դեպի վերաշխուժացումը, վերագենտանացումը մեր ժողովրդի կյանքի մեջ, ապրված կյանքի, առօրյա կյանքի մեջ քրիստոնեական հավատքի ներգործության։ Դրա համար մեր եկեղեցին ոչ թե պիտի հիշի 1700 տարիները, այլ 1700 նոր տարիներ գերդելու գամքով պիտի չրտեղվի, և սա է ինձ համար երկրորդ այս երեսը, անցյալից քաղված ուժը դեպի ապագա գնացող սլաքում, ուղղվածություն, լիցքավորում վերածենք։ Վեհապար Տեր, դուք մի քանի օր առաջ տեղի ունեցած այդ հերթական գործադիր մարմնի հանդիպման ժամանակ նշեցիք, որ այս նախապատրաստման շրջանը ոչ թե պետք է լինի հանդիսություններին սոսկական նախապատրաստության շրջան, այլև գործելու շրջան։ Ինչ հիմնական խնդիրներ եք դուք առանձնացնում հայ եկեղեցու համար այս ընթացքում։ Այս ընթացքում այս օրվանից մինչև 2001 թվականը մենք կատարելու ենք այնպիսի դաստիարակչական, գրթական գործեր, որոնցմով 2001 թվականին մեր ժողովուրդը չլինի այն ինչ որ է այսօր կամ ինչ որ էր մեր անմիջական այս անցյալին։ Մի խոսքով գերբարանափոխության շունչը պետք է սկացվի մեր հայրենիքի մեջ։ Երկրորդ, պետք է լինեն հրատարակություններ, երկիդական հրատարակություններ և ժողովրդական հրատարակություններ, մատչելի, ժողովրդի համար ընկալելի, յուրացնելի հրատարակություններ, որպեսզի մնայուն ջրդուկի վերածվի մեր եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։ Երրորդ, ինձ համար գեղեցկագույն օրերից մեկը պիտի լինի այն օրը, եթե Աստված մեզի կյանք տա, որ մենք քաղաքամայր Երևանում կառուցենք և պիտի կառուցենք մայր տաճար
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով եւ երբ բարձրանա այդ մայրդաճառը Երևանի սրդում, դա պիտի լինի մի անլրելի զանգակատուն մեր հավատքի համար, որի ղողանջները տարերով պիտի հնչեն մեր գալիք սերունդների ականջներին։ Չորրորդ, մենք պետք է որ այս 5-6 տարիների շրջանը վերածենք նաև միջ եկեղեցական հարաբերությունների մի նոր եւ ավելի գործոն շրջանի, որովհետեւ ես որ արտասահման եմ ապրել կյանքիս մեծակույն բաժինը, ես իմանում եմ, թե օտարները մեր մասին չունեն պետք եղած եւ հստակ ամբողջական պատկերացում։ Մենք մեզ խաբում ենք երբեմն եւ լսում ենք մի օտար մարդի, որ մեզ համար մի կնահատական գոբիլի խոսք է ասում։ Դա քաղաքավարության արտահայտություն է մեծավ մասամբ, բայց երբ կարողանան օտար եկեղեցիներին ներ առնել մեր 1700-ամյակի այս դոնակատարության ընթացքին, դա կնշանակի, որ նրանք էլ գսկան, որ ինչ որ հայությունը արել է, միայն հայության համար չի եղել, այլ եղել է ողջ մարդկությանը, համայն քրիստոնյա աշխարհին համար։ Հետևաբար, ներազգային, ներքին ազգային եւ արտակ ազգային, միջազգային մագարտակների վրա մենք բարդավոր ենք այս տարիները վերածել աշխուժ գործունեության մի ընթացքի, կատարել գազմագերբելով նաև գիտաժողովներ, խորհրդակցական ժողովներ, ցուցահանդեսներ, ուխտակնացություն մանավ։ Գալիք դարուց սկսյալ ես կգործեմ եւ Երանի ինձ լսեն իմ արտասահմանի հայ եղբայրները եւ քույրերը մանավանդ, որ պետք է լինի այս շրջանը շարունակական հոսք, ուխտակնացություն նվիրական բարով կնկված, որ կա ժողովուրդը դեսնի քրիստոնեության աբրող հետքերը մեր երկրի մեջ այսօր, մեր նոր հանրապետության այս ազատ պայմանների ներքև եւ վերադառնա իր հայրենիքը, իր հոգու մեջ կենտանի տանելով եւ նրան հետ հաղորդվելով եւ ոչ թե հայրենիքի անցյալ տարուց հիշադակները միայն պահելով իրեն համար։ Վերապար Տեր, իսկ այս ընթացքում արդյոք կլինեն ներեկեղեցական բարեփոխումներ, այնպիսի բարեփոխումներ, որ ժողովուրդը հավատացյալ եւ եկեղեցին ավելի սերտ եւ միասնական լինեն իրենց խոհերով, մտածումներով եւ ազգի ապագայի մտահոգություններով, ինչպես նաեւ ուրախություններով։ Բարեփոխություն բառը ինձ համար շատ սիրելի բառ է։ Երբ ասում ենք բարեփոխություն, պետք է ունենանք հստակ իմացում, թե ինչ ենք ուզում հասկանալ այդ բարի ներքև։ Եթե եկեղեցական գարկերի փոփոխություն է, ես դրա մեջ մեծ արժեք չեմ տեսնի, որովհետև եկեղեցու հիմնական ավանդությունը Քրիստոսից եկել է եւ այդ ավանդության շարունակությունը ուժի ներշնչման աղբյուր է եւ կենտանի բախվի գաբը այդ ավանդության հետ։ Ավանդություններ փոքր այփով եւ հոգնագի կարող են փոխվել եւ արդեն փոխվել են եւ փոխվում են, բայց եկեղեցու հիմնական նկարակիրը էությունը կազմող դարերը չեն կարող հիմնականորեն փոխվել։ Եվ հետո փոփոխությունը, բարեփոխությունը ես տեսնում եմ ժողովրդի եւ հոգեվորականության կյանքի տեսակին մեջ։ Մենք պետք է փոխվենք։ Եթե չփոխվենք, կնշանակի, որ մեր քրիստոնեական հավատքը չենք ապրում, որովհետեւ Քրիստոս ինքը եղավ մեծագույն հեղափոխականը, առանց արյան, բայց միայն իր արյունը վճարելով։ Այսինքն եղաշրջեց։ Մարդը, որ Հիսուսին հանդիպեց, Քրիստոսի հավատքով այցելվեց, դատարեց լինելուց այն, ինչ որ էր նախքան հանդիպում։ Մենք էլ երբ 1700-ամյակը ողջունելու ենք, դրա մեջ մեր քրիստոնեական հավատքի կենտանի շունչին հետ հաղորդվելու ենք, անպայման պետք է որ մենք փոխվենք։ Այդ փոփոխության մեջ պետք է լինենք նախ հոգևոր արժեքների հանդեպ ըսկայուն անձեր եւ ըսկայուն ժողովուրդ։
աշխարհայնաբաշխությունը, հաջողաբաշխությունը, հեշտագեցությունը, դյուրագեցությունը դարձել են գարձեք նոր գուրքեր։ Այլևս Աստծու փառոյական հասկացողությունների առգայությունը եւ ներկործությունը դգարացել են եւ դգարանում են մեր կյանքում, ինչպես լինում է դա արևմուտքի որոշ շրջանակներում։ Սեկյուլարիզմ գսեն, զայրահեղ աշխարհայնաբաշխություն, աշխարհով ապրել, ժամանակի մեջ ապրել եւ աշխարհով կոհանալ եւ մարդու հոգեգան ապրումներին սկայրանքը բթացնել մեր մեջ, դա չի կարող լինել։ Մի Բախ մի տարի չի պատկանի, մի Շեյքսպիր մի տարի չի պատկանի, մի Մովսես Խորենացի, մի Նարեգացի, մի Ներսես Շնորհալի չեն պատկաներ 5-րդ կամ 10-րդ կամ 15-րդ 12-րդ տարիներին։ Նրանց հոգեգան արժեքները այսօր էլ խոսում են եւ խոսելու են նաեւ հավիտենապես։ Մեր ժողովուրդը վտանգին առաջն է ծայրահեղ աստիճանի սպառողական ընկերության մաշվող արժեքների զոհ գնահատելու այդ փորձության։ Եվ դա լինում է արևմտյան գոչված culture, մշակույթի մագերեսային երեսներին աստեցությանը շնորհիվ։ Եվ մենք պետք է դրատեմ պայքարենք։ Եվ մեր 1700-ամյակը պետք է լինի բալասան, այդ բերքին ևս։ Բալասան, որպեսզի այդ բերքը մեր մեջ թարախ չգաբի, մշտապես չարյունի, այլ կոծվի։ Եվ նոր ենսունակությամբ մենք կարենանք մեր գալիք 3000-ամյակը ողջունել իբրև վերանորոգյալ ժողովուրդ, վերանգախացյալ Հայաստանի Հանրապետության ամրացումով, զորացումով եւ հարաճտիմությամբ։ Պարտեր մի քանի տարով առաջ գնանք պատկերացնենք, որ 2001 թվականն է, որը կլինի ձեր քարոզը, ինչի մասին նախ եւ առաջ կլինի ձեր պատգամը այդ օրը 1700-ամյակի այդ տոնադարձության, այդ տարեդարձի օրը։ Իմ այդ խոսքը, եթե Աստված ինձ տա կարելիությունը այդ խոսքն ասելու, կունենա 3 բաժիններ։ Առաջինը խոնարհական ձնրատություն Աստծու առջև եւ փառք տալու նրան, որ այդ օրը տվեց ինձ եւ իմ ժողովրդին։ Երկրորդ կազմակերպելու 3000-ամյակի առաջին հանգրվանը, առաջին տարիները մի նոր տեսիլքով, այն տեսիլքով, որ լուսավորիչը ունեցավ, այն տեսիլքով, որ Մեսրոպ Մաշտոցը ունեցավ, հայոց հավատքի երկիրի ու լեզվի, այդ տեսիլքներեն Աստված թող մի շող, մի փոքրիկ շող գատեցնի իմ ու իմ ժողովրդի հոգիներին։ Երրորդը պիտի լինի բանալ մեր աշխարհը ողջ ամայն աշխարհին, չլինել նեղմիտ, չլինել ինքնապավ, չլինել ինքնակող, այլ ինչպես մեր մեծ տարերն են գերդվել, լինել ի հաղորդության ուրիշ ասկերի մեծ մշակույթների հետ։ Ես հաճախ ասել եմ, աշխարհի քաղաքությունը նմանվում է մի համանվագի, սիմֆոնիայի, որտեղ կան բաժիններ դարբեր ասկերի։ Որ մեկ գործիքը ավելի կարևոր է մյուսից, բոլորն էլ անհրաժեշտ է։ Եվ հետևաբար ոնց պիտի լինի մեր բաժինը այդ դիեզերական քաղաքական համանվագի մեջ։ Եթե ինձ ներվի, ես երաժիշտ չեմ անշուշտ, պիտի ասեմ սրինգի բաժին։ Չգիտեմ, առհավական թերևս իմ հայրերի գդակն է դա, իմ մանկության օրերի Մերկյուրի հոբբի ավաճն է դա, բայց սրինգը եթե մենք նվագենք աշխարհում, աշխարհի համանվագի մեջ դա հնչի, նոր պարպարով, նոր ռիթմով,
նոր երևեչով, կենսայնության նոր արտահայտությամբ դա բիլինի իմ խոսքի երամասնյա գազմությունը, խոնարհություն Աստուծո, վերադեսումն մեր ազգի Աստուծուն այբացքի ներքո և երրորդ բացվիլ աշխարհին և մասնագից դառնալ համադիեզերական կյանքի։ Բնականորեն ես հաճախ գալիս եմ այստեղ, այսօր հատուկ կերպով եմ եկել նրա պատճառով, որ 1700-ամյակի մեր եկեղեցու գետրոնական հանձնախմբից բխած գործադիր ժողովի անդամների հետ եկանք այսօր, որպեսզի տեսանելի կերպով պատկերացնենք այն վիճակը խորվիրաբին, որ 1700-ամյակին բարեփոխվելու ընթացքի մեջ պիտի լինի։ Ուրիշ խոսքով, խորվիրաբը մեր եկեղեցու պատմության անկյունադարձներից մեկն է։ Այստեղ է սկսում մի տեսակ դառաբանքի միջից մեր դեպի լույսը գնալու ճանապարհը։ Այդ դառաբանքը խորհրդանշվել է 13 տարիների Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորվիրաբում ապրելու դրվագից, եւ այդ դրվագը ինքնին այնքան սիրուն եւ ներշնչողական է, որ ամեն մի մարդ, որ այստեղ գկա, չարչարանքի միջից դեպի կյանք գնալու, խավարի միջից դեպի լույս գնալու դասն է սովորում խորվիրաբից։ Իսկ ինչ ասեմ այն բանի մասին, որ այստեղ եկողը իր աչքերի առաջ կտեսնի Արարատ, այնքան մոտիկ, ինչպես այստեղի ժողովուրդն ասում է, ծեր գտնես, բռնես նրան, բերես էս կողմ։ Այստեղ 1700-ամյակերիթով պետք է կառուցել մի այնպիսի հաստատություն, որ լինի մեր ժողովրդի կյանքի այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության նոր կյանքի մեջ մի նոր ներդրում։ Ուրիշ խոսքով լինի մի միջավայր, մի կարելիություն ստեղծի մեր երիտասարդներին համար հատկապես գալու այստեղ ժողովներ գումարելու, խորհրդակցություններ գումարելու, մի խոսքով մեր նոր կյանքին մեջ հին կյանքից նոր ջուր լցնելու մի գեղեցիկ հաստատության պետք է վերածվի այն ինչ որ շինելու ենք այստեղ։ Թանգարան, որ ասում ենք, այդ թանգարանը ինքնին արդեն եկեղեցին, խորվիրաբը, այդ հնության հարստությունը մեզ փոխանցում է այստեղ։ Մենք այստեղ պետք է այդ բոլորը վերածենք նոր կյանքի, նոր շունչի, եւ դրա համար եկել եմ նախ այս վանքի մեջ հիմնական նորոգությունները դեսնելու թե որտեղ պիտի կատարվեն, որտեղ ըստ իմ տեսածին շատ բան կա արվելիք նախ եղածը բահելու հարազատությանը մեջ եւ հետո մտածելու թե ինչ նոր շինություններ կարող ենք անել, որ խորվիրաբը դառնա մեզ համար մի նոր կյանքի հոսք դեպի ապագա։